Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Վարդանյանը երկու միջնորդություն է ներկայացրել։ Առաջինը վերաբերել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին որպես վկա կանչելուն։ Վարդանյանը նշել է, որ ԿԽՄԿ աշխատակիցները բազմիցս այցելել են իր մեկուսարան, օգնել հագուստ սնունդ ապահովելու եւ ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Նախագահ Զեյնալ Աղայևը ասել է, որ միջնորդությունը գործի հետ կապ չունի։ Երկրորդ միջնորդությունը վերաբերել է քննիչին դատարան կանչելուն սկավառակներում արկա որոշ տվյալներ ճշտելու համար։ Սկավառակներում հավաքված են Վարդանյանի գրասենյակի եւ բնակելի տան խուզարկության վերաբերյալ արձանագրություններն ու տեսանյութերը։ Այս միջնորդությունը նույնպես մերժել են։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։ Մինչ Բաքվում կեղծ դատում են մեր հայրենակիցներին, գործող իշխանությունը շարունակում է խոսել Ադրբեջանի հետ շատ մոտ խաղաղությունից։ Վաշինգտոնյան փաստաթղթից հետո այս խաղաղությունը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես անվտանգության երաշխիք։ Սակայն նույն այդ պայմանավորվածությունները տարածաշրջանի մյուս խաղացողների համար ընկալվում են ոչ թե խաղաղություն, այլ սպառնալիք։ Թեհրանն այս անգամ հստակ հավասարության նշան է դնում Թրամփի ուղու եւ Զանգեզուրի միջանցքի միջև, այն համարելով ուղիղ հարված իր ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականի հայտարարությունը, միայն նշում է, որ Հայաստանի դիրքորոշումը պարզ է։ Ինչ է զգուշացնում Իրանը եւ ինչու է Թրամփի ուղին համարում ուղիղ սպառնալիք երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, մեկնաբանում է քաղաքագետը։ Փորձում են Իրանին վերջնականապես չեզոքացնել, դուրս բերել, եւ Իրանը պարզել, որ պիտի օգտագործի այս հնարավորությունը խնդիրներ ստեղծելով նվազագույն ամերիկյան ռազմավարական շահերի համար հենց այս տարածաշրջանում։ Իրանում շատ լավ հասկանում եմ, որ սա ոչ թե տնտեսական նախագիծ է, սա տարածաշրջանի էթնոգրաֆիկ, ժողովրդագրական, գեոքաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ անվտանգային դիմագիծը փոխելուն ուղղված առաջիկա 30 տարվա մասին է խոսքը։ Մեգա նախագիծ է, որի ընդամենը 42 կիլոմետրանոց հատվածն է կոչվում Զանգեզուրի միջանցքը։ Իրականում սա շատ ավելի մեծ ծրագիր է։ Մինչ Իրանը խոսում է հնարավոր վտանգների մասին, նույն տարածաշրջանի մյուս խաղացող Թուրքիան խոսում է խաղաղության մասին։ Էրդողանը հայտարարել է, որ գալիք տարում պատրաստ է խորհրդանշական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն Անկարայում դեսպանների համաժողովի ժամանակ իր ելույթում շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Հունվարից բանակ զորակոչված զինվորները կծառայեն 1.5 տարի, 65 կողմ, 4 դեմ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ամբողջությամբ ընդունել է կես տարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը։ Այն խորհրդարան էր բերվել հրատապ կարգով եւ կտարածվի միայն 2026-ից բանակ զորակոչողների, ոչ թե ծառայության մեջ գտնվողների վրա։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Իսկ ազգային ժողովի արտահերթ նիստի առաջին հարցը վերաբերում էր արցախցիներին բնակարանով ապահովելու նախագծին։ Հայաստան խմբակցությունը խոսել է արցախցիներից ստացած ահազանգերի մասին։ Ընդդիմադիր պատգամավորների խոսքով անձնագրային բաժիններում Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում առաջանում են տարատեսակ խնդիրներ ու խոչընդոտներ։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919 չափահաս եւ 8314-ը
անչափահասներ են, մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց եւ դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ, ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ եւ անձնագրային բաժանմունքներում որոշ անձնագրային բաժանմունքներում ես լաղանունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրանց, կարծեք թե հետևություններ արել են, որ խնդիրներ կա նույն քաղաքացիության տրամադրման հետ կապված, ես եթե պետք կլինի նաեւ ձեզ կասեմ, եւ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բնակարան չեն ստանում, այսինքն կամ ինչ որ այդ տրված գումարը չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Քաղաքացիության դիմելու հետ կապված անձնագրային բաժիններում, քանի որ մեր նախարարության ներքո չի իհարկե ամբողջ տեղեկատվությունը բնականաբար չեմ կարող տիրապետել, բայց նաև գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար առանձին, այսինքն աշխատակիցներն առանձնացած, ովքեր միայն իրենց խնդիրներով են զբաղվում, այդ առումով հատուկ վերաբերմունքը կա, որպեսզի նաև տեղի ունենա արագացված ընթացակարգով քաղաքացիության դիմելիությունը, պատճառները, գլխավոր պատճառը իհարկե քաղաքացիությունը չստանալու հետ է կապված, որովհետև ստանալու եւ հավաստագրի դիմելու թվերը, քանակները բավականին իրար մոտ են, ինչն է խանգարում դիմել ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որը այս 1600 մեր հայրենակիցներ, ընտանիքներ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ի դեպքերին մասնակցած երկու քաղաքացու Կարեն եւ Կարուշ Հովեյանների կալանքի ժամկետը չի երկարացվի, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբանն ընդգծել է, որ սա այն դեպքն է, երբ իրավաբանությունը հաղթում է քաղաքականությանը։ Նա հավելել է նաեւ, որ իր պաշտպանյալները ազատ կարձակվեն դեկտեմբերի 20-ին։ Մինչ այդ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին տեղափոխել են Իզմիլյան բժշկական կենտրոն, Սրբազանը վիրահատության թույլտվություն է ստացել։ Այս ֆոնին Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Սուրբ Պատարագի ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդների անունների զեղչման հակականոնականությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման կամայական կամ դիտավորյալ գործողությունը ոչ միայն խախտում է դարերի ընթացքում ընդհանրական եկեղեցում ձևավորված ծեսական կանոնը, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։ Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական եւ ընդհանրական եկեղեցու մաս։ Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի եւ առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչի եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են, իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից, մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։ Միջազգային լրահոսից Իսրայելական օդուժը հերթական հարվածն է հասցրել Լիբանանի տարածքում։ Իսրայելական ԱԹՍ-ն Լեռնային Լիբանանի շրջանում հարվածել է մեքենային, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Լիբանանի իշխանությունը բազմիցս նշել է, որ Իսրայելը շարունակում է համակարգված խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը, չնայած հրադադարի մասին համաձայնագրին։ Իսրայելական բանակն էլ իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցրվում են Հեզբոլլա շարժման ռազմական ենթակառուցվածքներին։
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի լիակատար ծովային շրջափակման մասին։ Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ հավաքված ամենամեծ նավատորմով, գրել է Թրամփը։ Մոսկվան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի ազդակ դեռ չի ստացել։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի կազմակերպումից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ եվրոպացիների մասնակցությամբ Վաշինգտոնի եւ Կիևի շփումների արդյունքներին։ Նշեմ, որ նախորդին ավարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ Վլադիմիր Զելենսկիի երկօրյա բանակցությունները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, իսկ Ուիթկոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին։ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել 15 քաղաքացու, որոնք Բելարուսում միացել են իրենց ընտանիքներին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը։ Նրա խոսքով երեկ Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Կուրսկի մարզի 12 բնակիչների վերադարձն է եղել։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի 15 տարվա ազատազրկման դատավճիռն ուժի մեջ է մտել, հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Որոշումն ընդունել է Կիևի վերաքննիչ դատարանը, որը մերժել է պաշտպանության կողմի բողոքները։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 5-ից 7 աստիճան, իսկ երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։